Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում հրապարակախոս Վահրամ Աթանեսյանն է, բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Պարոն Աթանեսյան, հայտնի դարձավ, որ մեր հայրենակիցներից 4-ը վերադարձան Հայաստան եւ այդ օրվանից շահարկումները շատ են, թե ինչի դիմաց, ընդդիմադիր մամուլն է շատ հրապարակումներ անում, կուզեի ձեր դիտարկումները լսել, նախ ինչի հետ եք կապում այս գործընթացը եւ ինչ դիտարկումներ ունեք այս մեկնաբանությունների հետ կապված։ Ցավալի առաջին հերթին պետք է արձանագրենք, որ տարիներ շարունակ գերիների կամ բռնության պահող անձանց հայրենադարձության թեման շատ սուր քաղաքական կյանքի գործոն դարձնող ուժերը, շրջանակները կամ անձինք երեկվա իրադարձությունից հետո կտրուկ այնպիսի քարոզություն են տանում, որ իբր դա Ադրբեջանի կողմից Հայաստանի նախընտրական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու քայլ է եւ իբր դրանով Ադրբեջանի իշխանությունը քաղաքացիական պայմանագրի կուսակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար վերընտրության հաղթաթուղթ է, այսպես ասենք, ստեղծում, բայց գիտեք, բավական ուշագրավ է, որ այդ կարգի քննադատություններ Ալիևի հասցեին հնչեցնում են Բաքվում։ Իհարկե այնտեղ հակառակ ուղղությամբ այն իմաստով, որ Լեռնային Ղարաբաղի ազատագրման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման ես իրենց արտահայտություններն եմ օգտագործում, պայքարած մարդիկ որպես քաղաքական հալածյալներ շարունակում են մնալ բանտում, իսկ հայերին Ալիև ազատություն է շնորհում եւ չգիտեմ պատահական զուգադիպություն է այս քարոզությունը, թե ինչ որ ընդհանուր ուղղորդվածություն երրորդ երկրի կողմից, երրորդ ուժերի կողմից ընդհանուր ուղղորդվածություն ունի եւ մի հանգամանք էլ պետք է նկատի ունենանք, որ տարիներ շարունակ Հայաստանի թե ինստիտուցիոնալ, թե արտախորհրդարանական ընդդիմությունը այն միտքն է քարոզել, որ ռազմագերիների կամ պահվող անձանց, Բաքվում պահվող անձանց վերադարձ հնարավոր կլինի միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրենց արտահայտությամբ թույլ բանակցող է։ 4 անձանց հայրենադարձությունը, մանավանդ այնտեղ այդպիսի անձիկ կան, որոնց նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը չափազանց սուր է եւ որոշ դեպքերում նրանք կարող էին այդ անձանց նկատմամբ իրականացված դատավճիռը օգտագործել Հայաստանի դեմ։ Ազատ են արձակվել եւ հիմա եթե գնահատելու լինենք իրավիճակը միջին վիճակագրական քաղաքացու չեզոք հայացքով, ապա այդ քաղաքացին, այդ ընտրողը պետք է հավատա, որ Նիկոլ Փաշինյանն էլ կարողանում է Ալիևի հետ բանակցություններում չոր հաջողության հասնել, մանավանդ նման շատ զգայուն հանրության եւ ընդհանրապես հայության համար չափազանց զգայուն հարցում, իսկ ավելի լավատեսները կարող են տրամադրվել, որ շուտով հնարավոր է նաև որ հայրենադարձվեն, ասենք Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Երրորդ հանգամանք ընդդիմությունը ոչ այնքան բացահայտ, բայց ընդդիմադիր շրջանակների սպասարկող լրատվամիջոցները շատ հաճախ օգտագործել են այն խոսույթը, որ Բաքվի բանտում են գտնվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական մրցակիցները եւ նա շահագրգռված չէ, որ նրանք վերադառնան։ Որտեղ որ կան այստեղ իշխանափոխություն կանան։ Հիմա այս հայրենադարձությունը արձագանքները, նրանց հարազատների շրջանակից առաջին արձագանքները խոսում են այն մասին, որ հայրենադարձված անձիկ շատ բարձր են գնահատում Հայաստանի իշխանության ներդրումը իրենց ազատության
հարցում։ Իսկ կոտրվում է նաև այս խոսույթը, իսկ ներքաղաքական մրցապայքարը արդեն բացաբաց հայտորեն մեկնարկած է, ընդդիմությունը փաստորեն դիվիդենդներ կորցնելու իրավիճակում է հայտնվել, ու պատահական չէ այս կտրվածքը պետք է ստերեոտիպ դիտարկել, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը առաջարկել է սառեցնել գերիների վերադարձի թեման, ասենք ոչ իշխանությունը օգտագործի որպես խաղաքարդ, ոչ իրենք օգտագործեն որպես հակակշիռ կամ հակաքարոզություն։ Իհարկե այս քայլը, այդ մոտեցումը պետք է ինչ-որ առումով դրական գնահատել, բայց մի խոսույթը սառեցնել պետք է ենթադրի մյուս բոլոր խոսույթների սառեցում, օրինակ ասենք Արցախը դավաճանաբար հանձնվել է, Փաշինյանը 2022 թվականին Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, որին հետևեց շրջափակումը եւ բռնատեղանությունը, բազմաթիվ խոսույթների վրա պետք է մորատորիում կիրառվի, եթե առաջնորդում ենք այն տրամաբանության, որ 4 անձանց հայրենադարձությունը գործող իշխանության համար խաղաքարդ չէ։ Ընդդիմությունը սա է առաջարկում, մի ասեք, որ ահա հասել եք 4 անձանց հայրենադարձության եւ մենք չենք բարձրացնի մնացած 19-ի հարցը։ Ենթատեքստով է հասկացում, այդպես ուղղակի չեն ասում։ Բայց եթե ընդհանուր չէ, համընդհանուր չէ, ասենք զգայուն հանրության համար զգայուն հարցերի չքաղաքականացնելը, ապա մի խոսույթ դադարեցնելը չի կարող արդյունավետ լինել, մանավանդ որ խոսքը ոչ միայն ներողություն 4 անձի հայրենադարձության մասին է, տվյալ դեպքում այդ հարցի լուծման հնարավորության մասին է, որը քաղաքական մեծ ռեսուրս է, հեռանկար է խոստանում, ազնապես այդ մարդկանց ընտանիքների եւ իհարկե հայ ժողովրդի համար կարևոր է եւ շատ էական է, որ մարդիկ ադրբեջանական գերությունից ազատ են արձակում, բայց ինքնին գերությունից ազատ արձակելը արդեն խոսում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում կանխատեսելիության մասին, ինչը հակասում է ընդդիմության այն քարոզությանը, որ խոսքը ոչ թե խաղաղության, այլ ընդամենը մի թղթի կտորի մասին է, որը ոչնչով երաշխավորված չէ։ Պարոն Աթանասյան, նաև Հայաստանը 2 սիրիացի վարձկանների հանձնեց, 3 այս գործընթացը իրար հետ էին կապում, որ 4 գերու դիմաց մենք մեր վերջին, այսպես ասած, հաղթաթուղթն ենք տվել Ադրբեջանին, այլևս ոչինչ չունենք տալու։ Այսօր վարչապետը նշեց, որ գործընթացները իրար հետ կապ չունեն եւ սա պարզապես Սիրիայում մեր հայրենակիցների համար դրական ֆոն ստեղծելու համար է։ Բայց կուզեի ձեր դիտարկումը լսել, թե արդյոք հնարավոր էր անել ավելին եւ իշխանությունները չեն արել, օրինակ այս համեմատությունը, որ իրենք անում են, որ չարժեր օրինակ, չարժեր ձեր կարծիքով մարդկային կյանքերը, երբ օրինակ Իսրայելում մեկ ընդամենը զինվորի համար 100-ն են տալիս։ Իհարկե այդ համեմատությունը Իսրայելի եւ Պաղեստինյան զինված խմբավորումների միջև մարդկային փոխանակումների մասին գոչան իրավունք ունի, բայց սիրիացի վարձկանները ազատ չեն արձակվել, ամենից իրավաբանորեն նրանք իրենց պատիժի պետք է շարունակեն կրել իրենց քաղաքացիության երկրում, սա առաջին։ Հայրենադարձված Հայաստանի քաղաքացիները, արցախցիները, Հայաստանի քաղաքացիները Հայաստան որևէ պարտավորություն չի վերցրել։ Այսինքն այս դեպքում մենք գործ ունենք Իլհամ Ալիևի կողմից իր իսկ կայացրած դատական վճիռը բեկանելու հետ։ Հայաստան չի բեկանել վարձկանների նկատմամբ որոշումը, դատարանի որոշումը ունում է ուժի մեջ։ Իսկ պայմանավորվածությունը այն մասին է, որ այդ մարդիկ պատժի մնացած մասը ցմահ ազատազրկումը պետք է կրեն սիրիական բանտերում, եւ սա ոչ թե նվեր է Սիրիայի,
Այլ բավական լուրջ քաղաքական գործիք է Հայաստանի ձեռքին Սիրիայի հետ հայատագա հարաբերությունների կարգավորման համար։ Մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստան պետք է մտահոգված լինի արտերկրում հայերի ճակատագրով։ Մի քանի օր առաջ, տարածիորեն մի քանի օր առաջ Հարեբում մարտեր են ընթացել։ Չկա երաշխիք, որ վաղը այդ մարտերը չեն կրկնվելու, այդ մարտերը ով է վարում։ Այդ մարտերը վարում է Սիրիայի նախագահի ազնական բանակը, այսպես Սիրիան պետական բանակ դերևս չունի։ Նրանք նախկին իսլամական զինարյալներ են, որոնք գործել են Թուրքիայի հովանու ներքո։ Մենք հայեր ունենք Դամասկոսում, հայ բնակչություն ունենք Սիրիայի այլ բնակավայրերում։ Մենք հայ բնակչություն ունենք Իրաքում, Սիրիայի եւ Թուրքիայի հետ սահմանակից Կամիշլիում։ Այս մարդկանց անվտանգությունը ով պետք է երաշխավորի։ Այսօր գործող Սիրիայի կառավարություն։ Սիրիայի այսօր գործող կառավարություն Թուրքիայի կրեատուրան է։ Ակնհայտորեն այդ երկիրը կառավարում է Թուրքիան, Ահմեդ Ալ-Շարան կամ նախկին Ալ-Ջուլանին նոմինալ ազնվորություն է։ Բոլոր հարցերը կարգավորում է։ Եվ պատահական չէ, որ ասում են Հայաստանը սիրիացի վարձկաններին Սիրիային է փոխանցել Թուրքիային։ Միջոցով, այո։ Այսինքն Թուրքիան նույնպես քաղաքական պատասխանատվություն է ստանձնում հայ-սիրիական հարաբերությունների եւ Սիրիայի հայ համայնքի անվտանգության ու նորմալ կենսագործունեության համար։ Սա բոլորովին այլ խնդիր է։ Չկապ ունի դա, ասենք, հայ ռազմագերիների կամ բռնությամբ պահվող անձանց հայրենադարձության հետ։ Մարդիկ 5 տարի, 2-3 տարի այնտեղ են։ Եթե սիրիացի վարձկաններով ներ պայմանավորված 2021 թվականին Հայաստան չէր դատի, ընդհանրապես։ Հենց այնպես կփոխանցեր Թուրքիային եւ դրա փոխարեն ազատ կարձակվեին ենթադրենք 20-25 ռազմագերիներ, չէ՞, բայց ռազմագերիների ազատ արձակման առաջին փուլը տեղի ունեցավ միջազգային կլիմայական խորհրդաժողով, որ պետք է կայանար Բաքվում Հայաստանի համաձայնության դիմաց։ Բա թվականը ստուգ չեմ հիշում, երևի 2024 թվականի դեկտեմբերին է դա տեղի ունեցել։ Հայաստանը համաձայնեց, որ կլիմայական համաժողովը պետք է անցկացվի Բաքվում, որի դիմաց 23, եթե չեմ սխալվում, 23 ռազմագերիներ ազատ արձակվեցին, բայց այդ ժամանակ այդ սիրիացի վարձկանները այստեղ էին, դատված էին։ Ինչու այն ժամանակ ազատ չարձակվեց։ Եվ գիտեք ինչ է։ Սա նշանակում է, որ եթե տեղի ունեցա փոխանակում, Հայաստանը այլևս պահվող անձինք չունի, դատապարտված անձինք չունի, ուրեմն մյուս 19 անձինք պետք է շարունակեն մնալ Բաքվում։ Ենթատեքստը դա է նշանակում։ Չի կարելի նման խոսում թույլ տալ, որը այսպես թե այնպես, ասողը ցանկանում է, չի ցանկանում, բայց այդ խոսուտը այսպես թե այնպես ամրապնդում է Իլհամ Ալիևի դիրքերը, նաև ներքաղաքական կյանքում։ Արդարանում է, որ ես հայերին ազատ չեմ արձակել, տեղի ունեցել փոխանակում։ Մենք սպասարկում ենք, մենք ասելով նկատի ունեմ այդ խոսույթի հեղինակները, սպասարկում ենք Ալիևի շահ, ինչ որ ինքը չենթարկվի ներքին ճնշումների։ Հիմա ով է Իլհամ Ալիևի գործընկերը։ Գործող իշխանությունը, որ փոխանակումը հերքում է, արդարացիորեն հերքում է, թե նրանք ովքեր ասում են, որ տեղի ունեցել պարզ փոխանակում։ Այսինքն 2 հոգի հանձնել եք 4 հոգի ստացել։ Դա լավ, եթե տեղի ունեցել պարզ փոխանակում։ Ինչու 2-ի դիմաց 2-ին չեն ազատել, 4-ին են ազատել։ Մենք ունենք Ասում են ինչ օրինակ Բակո Սահակյանին հետ չեք բերել։ Ես ուղղակի այս խոսույթը շատ, չգիտեմ, անդրամաբանական է հնչում, բայց կար նաև այսպիսի բան, որ այնքան կարևոր էին, կարող են իրենց փոխարեն օրինակ ռազմաքաղաքական ղեկավարությունից բերել ինչ որ մեկի։ Դե եթե իրենք նման հնարավորություն ունեն եւ նման տեղեկացվածություն ունեն, որ հնարավոր է ռազմաքաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցիչ ազատ արձակել, ապա դա մի կողմից կարելի է համարել երևակայություն, մյուս կողմից կարելի է գնահատել այնպես, իսկ ինչու հատկապես Բակո Սահակյանին, ինչու ոչ Արկադի Ղուկասյանի կամ Արայիկ Հարությունյանի, բայց ընդհանուր տրամաբանությամբ ռազմաքաղաքական ղեկավարությունը կամ լիովին պետք է հայրենադարձվի, կամ որևէ մեկին նախապատվություն չպետք է տրվի, ինչքան էլ որ դա ծանր լինի, ասենք դրանց հարազատները, որտեղ
հանրության մեջ տպավորություն է ձևավորվելու այդ անձի հանդեպ, որ ինչ որ գործարքի մեջ է մտել եւ այդ գործարքի դիմաց ազատ է արձակվել, որ գործարք հասցեագրելու են թե Ադրբեջանի ղեկավարությանը, թե Հայաստանի այդ պահի դրությամբ գործող իշխանությանը, լինի Փաշինյանը, թե Փաշինյանից 10 տարի հետո չգիտեմ ով, այստեղ մի նուրբ պահ ազատ արձակված բոլոր անձանց նկատմամբ Ադրբեջանի այսպես կոչված դատարանը ունի կայացրած վճիռ։ Հրեա Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցիչի նկատմամբ դեռևս դատական վճիռ կայացված չէ։ Կա դատախազի պահանջ։ Այսինքն, եթե հիպոթետիկ իրավական վարկածով առաջնորդ, կապա դատարանը կարող է նրանց արդարացնել։ Ոչ մի հիմք չկա իրավական առումով, դուրս եմ ասում, հիպոթետիկ։ Այսինքն, վերաքննիչ դատարանը, եթե ասենք ռազմական դատարանը կայացնի այս վճիռը, ապա մարդիկ իրավունք ունեն դա բողոքարկելու Ադրբեջանի վերաքննիչ դատարան, գերագույն դատարանում։ Այսինքն, գուցե այս խոսքը ցավոտ լինի, ինձ համար էլ է ցավոտ, ռազմաքաղաքական Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակում հայրենադարձություն կամ պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական լուրջ համաձայնության, լրջագույն համաձայնության արդյունք, մեկ անգամյա ակտ, կամ պետք է սպասել դատական գործընթացների ավարտին եւ ինչ որ մի փուլում արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տասված հաստատված ինստիտուցիոնալ խաղաղության պայմաններում այդ հարցի կարգավորում այլ տարբերակ այլ հնարավորություն գոնե ես այս բանը չեմ։ Դե ընդհանրապես խաղաղության այս process-ը երբ մեկնարկեց, հիմնականում ընդդիմախոսները ասում էին, որ չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Բաքվի բանտերում են մեր հայրենակիցները։ Հիմա օրինակ գործընթացը ինչ որ տեղից շարժվեց, 4-ը վերադարձան, հնարավոր առաջիկայում այլ մեր հայրենակիցներ եւս վերադառնան։ Ինչ որ մի արգումենտ այսպես ասած մնում է, որ օրինակ մեր խորհրդանական ընդդիմությունը, արտախորհրդանական ընդդիմությունը դեմ լինի այն process-ին, որ օգոստոսի 8-ին մեկնարկել է։ Ես քիչ առաջ ասացի, որ ասենք ռազմագերիների պահվող անձանց թեմայի ներհայաստանյան քննարկման սառեցումը չի նշանակում, թե մյուս բոլոր հարցերն են սառեցում։ Իսկ ընդդիմությունը, եթե խոսույթը սառեցնի, ապա ասելիք չունի։ Գիտեք, այս դեպքում արդեն հրամայական է դառնում հանրության կողմից։ Մի հարց։ Մենք գործ ունենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նրա կողմից ընտրված նշանակված վարչապետի քաղաքական ուղեգծի հետ, որը ենթադրում է այս։ Կուսակցությունը վարչապետը ինքը հստակ շարադրում է Հայաստանի արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, տնտեսություն, բանակ, անվտանգություն եւ այլն։ Բնականաբար միջին վիճակագրական քաղաքացին Հայաստանի ընդդիմությանը հարցնելու է։ Դուք ինչ եք անում։ Ինչ եք դուք որպես այլընտրանք առաջարկում, որն է ձեր քաղաքական պլատֆորմ։ Լավ, օգոստոսի 8-ը մերժում ենք։ Ինչ է հետևելու դրան։ Օգոստոսի 8-ին ինչ է հետևելու։ Դե միակ քաղաքական միավորը, միակ քաղաքական ուժը, որևէ այլընտրանք առաջարկում է, դա Հայ ազգային կոնգրեսն է։ Բայց Հայ ազգային կոնգրեսի առաջարկությունը էականորեն նույնն է, ինչ որ ասում է քաղաքացիական պայմանագիրը։ Իսկ ասենք հաղորդումների հարցում իշխող քաղաքական ուժը, վարչապետը առաջ է քաշում խաղաղության խաչմերու խոսույթը, ու քայլ մոտենում են այդ ծրագրի իրականացմանը, Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է երկիր կամուրջ։ Հայաստան պետք է լինի երկիր կամուրջ, արևելքի, արևմուտքի, հարավի եւ հյուսիսի միջեւ։ Հիմա եթե ասում ենք արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, արդյունքում ստանում ենք ինչ։ Խաչմերուկ։ Այլ առաջարկություն, քան դա է չկա։ Գոնե ասենք հրապարակային խոսում մենք չենք տեսնում։ Ասենք վերագրումները իշխանության հասցեին քննադատությունը, վերագրումը եւ այլն, կարող է պահի տակ մարդկային տրամադրություն փոխել, օրինակ ասենք քարոշչությունը ծավալը, որ քաղաքացիական պայմանագիր
կուսակցության բոլոր պատգամավորները կամ չգիտեմ ազգային ժողովի բոլոր պատգամավորները տարեվերջին 3 միլիոն պարգևաճար։ Սա կարող է վարկենական, րոպեական զայրույթ առաջացնել անհատապես մարդկանց հոգեբանության մեջ էլ տրամադրվել ասել։ Սրանց նայեք, որ ինչ են իրենից ներկայացնում, որ 3 միլիոն դրամ պարգևաճար է ստանում։ Բայց դա քաղաքական կողմնորոշում չի ձևավորվում։ Վաղը մոռանալու է։ Վաղը եթե ազգային ժողովի պատգամավորներից մեկը, երկուսը, 10-ը հայտարարեն, որ իրենց 3 միլիոն պարգևաճար իրենք հատկացրել են Արցախից բռնատեղահանված ընտանիքի, չգիտեմ վիրահատության կարիք ունեցող իրենց մի ընտրողի հասարակության տրամադրությունը փոխվելու է, ասել, կեցեք, տեսեք, մարդը մարդասիրական օգնություն ցուցաբերեց, ասենք սրտի վիրահատության կարիք ունեցող Հայաստանի քաղաքացու կամ բռնատեղահանված արցախցու։ Քաղաքական վերաբերմունքը ձևավորվում է քաղաքական պլատֆորմի, քաղաքական ծրագրի շուրջ։ Եթե դու ասում ես օգոստոսի 8 խաղաղություն չէ, դու պետք է ասես, որ խաղաղություն է հունվարի 15-ը։ 2027 թվականի հունվարի 15-ին ես ձեզ բերելու եմ իրական խաղաղություն, ահա այս քայլերը կատարել։ Բայց եթե դու այս քայլերը չես ասում, ոչ մեկը 2027 թվականի հունվարի 15-ի քո խոստացած խաղաղությանը արժանապատիվ խաղաղությանը չի հավատա։ Ընդհակառակը մարդկանց հոգեբանության մեջ, մարդկանց ընկալումներում ամրապնդվում է այն մտայնությունը, մեղմ եմ ասում մտայնությունը, որ սրանք ընդհանրապես խոչընդոտում են Փաշինյանի խաղաղության հաստատման ծրագրին։ Այլ նպատակ չունեն, ընդհանրապես այն էլ որոշ դեպքերում այդ խոչընդոտելը հանրությունը բացատրում է երրորդ երկրի միջամտությամբ։ Սա է հանրային մտորումների, հանրային տրամադրությունների այսպես ամփոփ սահմանումը, որի անելու համար, որին հասնելու համար, որին հասու լինելու համար պետք չէ սոցիոլոգիական այսպես պատվիրած հարցումների արդյունքներին։ Բավական է հետևել մամուլի սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումների սպեկտրը, որտեղից մինչև որտեղ, որպեսզի պարզ լինի այսօր Հայաստանի քաղաքացուն հիմնավորապես ինչ հարց է հետաքրքրում։ Հայաստանի քաղաքացուն հետաքրքրում է խաղաղության եւ իր բարեկեցության հարցը։ Տեսեք, ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին քննադատում է, որ գաղափարի փոխարեն Հայաստանում ստեղծում է կեցաղապետություն։ Հիմա այսօր ընդդիմադիր ակնառու շարժումը ո՞րն է, մեր ձևով։ Մեր ձևովի կարգախոսը ո՞րն է։ Երբ քաղաքացին տաք է ու ապահով, այդ դեպքում Հայաստանը ուժեղ է։ Մաքուր կենցաղապետության քարոզություն։ Տաք ու ապահով լինել եւ Հայաստանը ուժեղ է։ Իշխանության քարոզությունը կառուցված է ուժեղ Հայաստանից բարեկեցության անցնելու ալգորիթմով։ Սրանք առաջին տեղում են դնում տաք եւ ապահով լինելը, կարելի է նույնիսկ կատակով ասել, որ ընտրություններին ընդառաջ, քանի որ շոկ է լինելու, ամառնամուտ է, հնարավոր է կարգախոսը փոխեն եւ գրեն ասեն, եթե քաղաքացին կուշտ է եւ չի շոկում, ուրեմն Հայաստանը կայացած ուժեղ պետություն է։ Նույնիսկ գիտեք, քարոզչական մատրիցաներ մշակելիս եւ ներդնելիս է երևում զգացում քաղաքական ուժի հասունության, կայացածության մակարդակը աստիճանացի տարական սույն րոպեական, քանի որ ձմեռ է, պնդում ենք, որ բոլորի բնակարանները պետք է ջեռուցված լինեն, տաք լինի, բոլորը պետք է իրենց տաք ու ապահով զգան։ Եթե վաղը շոկեր սկսեն, ասելու ենք, ինչու բան չեք միացնում, օթորակիչներ չեք միացնում։ Պարոն Աթանասյան, նախորդին նաև հրապարակվեց այդ TRIP հայտնի նախագծի վերաբերյալ հայտարարություն, որը ստորագրել էր ԱՄՆ պետքարտուղարը եւ Հայաստանի արտգործ նախարարը Վաշինգտոնում։ Կուզեի նաև սրա շուրջ ձեր դիտարկումները լսել, փոքր մանրամասներ հայտնի դարձան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ենթակայությամբ գործող կազմակերպությունը նախնական 49 տարով կստանձնի պարտավորություն 74% եւ 26%
համամասնությամբ Հայաստանի հետ եւ փաստորեն տեքստը կար հրապարակված մի քանի անգամ շեշտված, որ ամեն ինչ տեղի ունենալու Հայաստանի ինքնիշխանության ներքո, բայց ելի կան իհարկե շահարկումներ, որ սա միջանցք ինչ որ տեղ թողնում է ձեր կարծիքով հրապարակված տեքստը կասկածելով, որ մենք ինչ որ այսպես արտատարածքային բան ենք տրամադրում Ադրբեջանին ճանապարհ։ Նախ ես կուզենայի ընդգծել, որ այդ հայտարարությունը, համատեղ հայտարարությունը թրիփ ծրագրի գործնականացման քայլերի մասին հրապարակվել է, եթե հիշողությունս չի դավաճանում, Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումից ուղիղ 1 տարի անց։ Ասենք 2000 Երբ Բայդենի վարչակազմը Բայդենի վարչակազմը ավարտում էր իր լիազորությունը, մի քանի օր հետո պետք է Թրամփը ստանձներ նախագահի պաշտոնը եւ պետքարտուղար Բլինկենը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը ստորագրեցին ԱՄՆ Հայաստան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այն ժամանակ էլ ասում էին, ընդդիմություն ասում դա 5 օրից հետո կգա Թրամփը եւ գզրոցները կդնի այդ ոչինչ է ճանաչվելու, այո։ Դա ինչ փաստաթուղթ է ընդհանրապես հերացող վարչակազմի նույնիսկ ասում են, որ դա ծաղր է Հայաստանի հասցել։ Բայց 1 տարի հետո հանրապետական վարչակազմի պետքարտուղարը եւ Հայաստանի նույն իշխանության արտաքին գործերի նախարարը ստորագրում են Թրամփի երթուղու այդ ծրագրի իրականացման ուղղությամբ քայլերի մասին հայտարարություն կա, որ կարելի է համարել արձանագրություն մտադրությունների մասին, ինչ է մտադրել։ Եվ նույն խոսույթը տարբեր փաթեթավորմամբ հայկական դեմոկրատիայի շահարկում։ Զարմանալի ասեմ, արտառոց ասեմ, Ադրբեջանի իշխանական, մեծ իշխանական, իշխանամետ, իշխանության տեսակետներն արտահայտող լրատվամիջոցներից մեկը Մինվալ Պոլիտիկան։ Իր վիզավի միջոցով արձանագրել է, որ Ադրբեջան Նախիջևան էքստերիտորիալ միջանցքի հարցը փակվել է, չկա։ Իսկ հարց են ուղղում այս Միրզոյան Ռուբիո փաստաթղթի, որ ասում են փաստաթուղթը, որ ասում է Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավարության միջև հաղորդակցություն պետք է հաստատել։ Դուք ինչպես եք մեկնաբանում, մարդը քաղաքագիտության պրոֆեսոր, Սեուլի համալսարանի ասոցիացված աշխատակից երևի, բարձորոշ հայտարարում է, որ այդ փաստաթուղթը վերջնականապես հանում է Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության էքստերիտորիալության մասին խոսակցությունները, իհարկե նա դա վերագրում է Հայաստանին։ Նա ասում է, թեև Ադրբեջանը երբեք նման պահանջ չի ներկայացրել, բայց Հայաստանը անհանգստություններ ուներ, եւ այդ անհանգստությունները այդ փաստաթղթով հանում են։ Հիմա այս տեսակետից ավելի ինչ կարելի է ասել։ Դրան հաջորդեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հաջիզադեի հայտարարություն։ Ողջունեց, այո։ Դա արդեն պաշտոնական, արտգործնախարարության պաշտոնական հայտարարություն, որտեղ որևէ խոսք չկա։ Զանգեզուրի միջանցք, Թուրքիա, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա հաղորդակցություն եւ այլ որևէ բառացիոն ոչ չկա։ Դա չի նշանակում, թե նման ծրագիր չկա կամ չեն փորձելու իրականացնել կամ մինչև վերջին պահը չեն ձգտելու չէ փոփոխություններ մտցնել։ Միանշանակորեն չի նշանակում, որ Ադրբեջանը 100%-ով աջակցում է։ Ադրբեջանում հասկանում է, որ գործ ունեն ոչ թե Բայդենի, այլ Թրամփի, որ կարող է իր հեղինակությանը դիպչելու ցանկացած փորձի համար շատ ծանր պատասխանատվության ենթարկել իր համալիրը։ Այնպես որ քաղաքական առումով իհարկե շատ էական է, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը համատեղ ձեռնարկություն են ստեղծում։ Դե կոպիտ ասենք։ Եթե դա ձեռնարկություն է, համատեղ ձեռնարկություն է, որտեղ ներդրում կատարողը լինելու է Միացյալ Նահանգները, որքանով հասկացվում է 74 տեխնիկական զինումը, հագեցվածությունը եւ այլն ապահովել է Միացյալ Նահանգները։
եւ ենթադրյալ շահույթից կամ ենթադրյալ եկամուտից 26% բաժին է լինելու Հայաստան, ապա սա շատ մաքուր, շատ գեղեցիկ գործարք է, թե նկատի ունենանք, որ 1994 թվականին ադրբեջանական դարի պայմանագրով Ադրբեջանը ստացել է ընդամենը 19% մասնաբաժին։ Հետագայում արդեն ֆինանսական միջոցների տեր դառնալով դա որոշ ընկերությունների մասնաբաժիններ գնել է եւ եթե չեմ սխալվում, այսօր ընդամենը հասել է 31%-ի։ Իր ընդերքի նավթը իր տարածքով հիմնականում իր տարածքով արտահանվում է Վրաստան, Ջեյհան, այդ նավթը վաճառվում է եւ այդ նավթի վաճառքի ընդամենը 31%-ն է, որ համալրում է Ադրբեջանի պետական բյուջեն կամ, չգիտեմ, նավթային հիմնադրամ է, կարծեմ այնտեղ կոչվում։ Այնպես որ պետք է սպասել փաստաթղթի գործնականացման։ Հուսալ, որ այդ գործնականացումը լինելու է իրավական այն շրջանակներում, որ ձևակերպված է, սահմանված է եւ օգոստոսի 8-ի քաղաքական հռչակագրով եւ հունվարի 14-ի ստորագրած այդ փաստաթղթով ոչ թե գիտեք երբ ազգային ժողովի պատգամավորը որ նաեւ տնտեսական գործիչ է, տնտեսական բլոկի գործիչ է եղել, պետական գործիչ է եղել նախկին իշխանության օրոք եթերում հայտարարում է որ վերջ Հայաստանը միջանցք հանձնեց Ադրբեջանին, սա ինչ ասեմ, ինձ մնում է ասել, որ նման ձևակերպումը առաջին հերթին իրեն պատիվ չի բերում։ Որտեղ վաղը նա չի կարողանալու իր ձևակերպումից զնված, բխած որևէ հարցի նորմալ, adekvat պատասխանել, ինչպես այսօր չի կարողանում, ընդդիմությունը չի կարողանում պատասխանել այն հարցին, որ եթե դուք Բլինկեն Միրզոյան համատեղ հայտարարությունը համարում եք ընդամենը թղթի կտոր, ապա ինչ կասեք այսօր Ռուբիո Միրզոյան ստորագրված շրջանակային համաձայնագրի մասին։ Պարոն Աթանասյան, ամփոփելով այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները էին քննարկել նաեւ այս նախագիծը։ Այնտեղ իհարկե Թուրքիան ողջունել էր Հայաստանի քայլերը, բայց նաեւ նշվում էր, որ Հայաստանում սպասվում են ընտրություններ, իրենց կարծիքով առայժմ հասարակական տրամադրությունները այնպիսին են, որ իշխող ուժը առաջին տեղում է։ Ուզում եի ձեզ հարցնել նաեւ ինչքանով եք ակնկալում, որ մինչեւ ընտրությունները մենք խաղաղության պայմանագրի հարցում ինչ որ առաջընթաց կունենանք, թե ամեն դեպքում բոլորը կսպասեն, թե ինչ տեղի կունենա։ Ես հիմք եմ ընդունում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի անցյալ աշնանը արված կանխատեսումը, ըստ որի խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև 2026 թվականի կեսեր։ Ես հույս ունեմ, որ ստեղծված բարդ իրավիճակում Իլհամ Ալիևը պետք է ընկալունակ գտնվի Թուրքիայի մտադրվածության հանդեպ եւ չեմ բացառում, որ պայմանագիրը կստորագրվի, բայց իհարկե ընտրություններից հետո։ Շնորհակալություն շատ հետաքրքիր վերլուծության համար։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում հրապարակախոս Վահրամ Աթանասյանն էր, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար